Բայց հա զբոսաշրջության հետ կապված երկու բան նշել էի, մոռացա ասեմ։ Նախ զբոսաշրջության հոսքերի հետ կապված, երբ որ վերլուծություն ենք անում, պարզա առնվազն մի քանի հանգամանքներ իրանք նպաստում են։ Իհարկե առաջինը խաղաղությունն է հաստատված, որը բնականաբար նպաստում է, եւ այս առումով կարծում եմ, որ մենք հույս ունենք, որ այն օտարերկրյա դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անդադ ծանոթություններ են տարածել իրենց քաղաքացիներին, որ խուսափել սահմանամերձ հատվածներ գնալ, Սյունիքի մարզ գնալ եւ այլն, ծանոթությունները կդադարեցնեն, որովհետեւ եւ պարոն Միրզոյան պետք է նաեւ աշխատել դեսպանատների հետ, որ տենց իներցիայով անընդհատ չբանանեն, չշարունակեն։ Իհարկե տնտեսական զարգացումը եւ նաեւ կարծում եմ ներքին գործերի նախարարությունը առաջիկայում եւ կառավարության զեկույցում էլ գուցե առաջիկայում կանդրադառնանք, շատ երկար ժամանակ տարբեր միջազգային ռեյտինգներում արձանագրվում էր Հայաստանը որպես անվտանգ երկիր, ներքին անվտանգության եւ հանցավորության տեսակետից, եւ նաեւ պետքա հաճույքով արձանագրենք, որ 2025 թվականին մենք հանցավորության որոշակի նվազում ենք ունեցել եւ կարծում եմ, որ սրանք էլ են լրացուցիչ գործոններն են, որոնք լրացուցիչ նպաստում են զբոսաշրջային հոսքերի աճին, այնպես որ սա կարևոր ուղղություն է եւ մենք շատ ճիշտ ժամանակին ենք կայացնում այս որոշումը, որպեսզի զբոսաշրջությունը նույնպես մեր երկրում դառնա ավելի ինստիտուցիոնալ։